UEFA Unity Eurocupը ինքը UEFA-ի եւ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի համատեղ նախաձեռնություն է, որտեղ որ նրանք փորձում են միավորել տարբեր երկրների փախստականներին ու եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ֆուտբոլը միավորում է բոլորին։ Արդեն երրորդ անգամ Հայաստանը մասնակցում է UEFA-ի Unity Eurocupին։ Կազմը բաղկացած էր 11 հոգուց, որոնցից 3-ը պարտադիր պայման է, որ պետք է լինեն կին եւ 3 հոգի տեղացի հայաստանցի։ Եզրափակչում արդեն հանդիպեցինք նորից Ֆինլանդիայի հավաքականին, որտեղ որ խաղացինք 0-0, հետխաղային 11 մետրանոցներով պարտվեցինք 4-3 հաշվով։ Երկրորդ տեղը չեմ համարում, որ մենք ծախողել ենք։ Տարբեր ֆեդերացիաների կողմից հետաքրքրություն կար մեր ֆուտբոլիստների հանդեպ։ Հունաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչը շատ մեծ գովասանքի արժանացրեց Վալենտինային, իր խաղը շատ էր հավանել ու նույնիսկ առաջարկում էր, որ կարող է նա մի օր հանդես գալ Հունաստանում, մասնավորապես Օլիմպիակոս ակումբում։ Առաջին անգամն էր, որ մասնակցում եմ այս մրցաշարին։ Մեր հաջողության գաղտնիքը կայանում էր նրանում, որ մենք շատ միասնական էինք, մենք բոլոր խաղերը խաղում էինք այնպես, կարծես թե դա մեր վերջին խաղն էր։ Մյուս տարի եթե մասնակցենք տվյալ առաջնությանը, անպայման ուզում ենք Ֆինլանդիայի հետ խաղանք։ Իրանք նույնիսկ գավաթը վերջում կոտրեցին։ Լատվիայի մարզիչը եկավ մեզ մոտեցավ, ասեց գավաթը եթե իրական տիրոջ մոտ չի գնում, կոտրվում է։ Թիմը գնացել այնտեղ մի մարդ, մի ընտանիք։ Հաղթել ենք կամքով, ուժով ու թիմային աշխատանքով։